Բարև ձեզ, դուք դիտում եք Թաքսինֆոն հաղորդում հարկերի, տուրքերի եւ այն ամենի մասին, ինչ վերաբերում է պետական եկամուտներին։ Եվ այսպես, այսօր դեկտեմբերի 1-ն է ու այսօրը Հայաստանյան մաքսայինի կյանքում բացում է նոր էջ։ Այսօրվանից մաքսային արժեքի հայտարարագրերը անցնում են էլեկտրոնային հարթակ։ ԵՏՄ օրենսդրության համաձայն պարտադիր պետք է ներկայացվի մաքսային արժեքի հայտարարագիր։ Երկար աշխատանքից հետո համապատասխան ուրեմն ծրագիրը մշակվեց մաքսային մարմինների կողմից, որպեսզի այդ հայտարարագիրը ներկայացվի որպես էլեկտրոնային փաստաթուղթ, էլեկտրոնային հայտարարագիր մաքսային արժեքին։ Այսօրվանից կարող են էլեկտրոնային տարբերակով ստեղծել արխիվների ֆայլը, որը իր մեջ կարող է պարունակել տարբեր փաստաթղթերի սկանավորված տարբերակները։ Ընտրում ենք մաքսատունը, նշում ենք արտաժույթը, լրացում են գնորդի տվյալները, դրանից հետո գալիս է առաքման պայմանների լրացման դաշտը եւ ուղարկում մաքսատուն։ Այս ամենը նախկինում լրացվում էր թղթի վրա ձեռքով։ Ստանալով ազգային պորտալից մանրամասնությունների հայտարարագրի վերաբերյալ, ստուգում ենք առևտրային կազմակերպությունը, առաքման պայմանները, ինչ պայմաններով ապրանքները առաքվել Հայաստանի Հանրապետություն, փաստաթղթերը, ինչ փաստաթղթերը նշված գործարքի համար ներկայացվել, ապրանքները, դրանց արժեքները, բաշխումը, ասենք եղել են տրանսպորտային ծախսեր, կատարված այլ ծախսեր գնորդի կողմից, եւ եթե չկան որևիցե տարաձայնություն, մաքսային մարմինները ընդունում են նշված հայտարարագիրը։ Հայաստանյան մաքսայինում այսօրվանից գործող մաքսային արժեքի հայտարարագրման էլեկտրոնային եղանակի մանրամասները կքննարկենք պետնախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ավետիքյան։ Բարև ձեզ։ Պարոն Ավետիքյան, փաստորեն ՊԵԿ-ի մաքսային բարեփոխումները միտված են մաքսային եւ ներմուծող շփման նվազագույնի հասցնելուն։ Կոռուպցիոն ռիսկերն եք նվազեցնում։ Այո, իհարկե, հոկտեմբեր ամսից սկսվել են բարեփոխումներ պետեկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունում։ Մենք հայտարարատուներին խոստացանք, որ կարճ ժամանակահատվածում կրճատելու ենք թղթաշրջանառությունը, անցնելու ենք էլեկտրոնային հարթակի։ Արդեն իսկ այսօրվանից մաքսային ծառայությունում ներդրվել մաքսային արժեքի էլեկտրոնային հայտարարագրման մեխանիզմը։ Շփումը մաքսավոր եւ հայտարարատու հասցվում է նվազագույնի։ Իսկ տնտեսվարողները եւ մաքսային ծառայողները լիարժեք պատրաստ են օնլայն գործակցությանը։ Առաջի փուլում իրականացվել է ուսումնական կենտրոնում տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության մասնագետների կողմից մեր մաքսավորներին, երկրորդ փուլում ուսուցանում է իրականացվել մաքսային հայտարարատուների համար, որը լինելու է շարունակական։ Օնլայն հայտարարագրերի արդյունավետությունը երբ հնարավոր կլինի գնահատել։ Մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տարբերակի ներդրումը նախորդող է մաքսային հայտարարագրի ամբողջությամբ էլեկտրոնայնացման պրոցեսին։ Այսինքն մի մասն է մաքսային արժեքի էլեկտրոնային տարբերակը, մի մասն է բաղկացուցիչ մասն է համարվում էլեկտրոնային հայտարարագրի, բեռների էլեկտրոնային հայտարարագրի, որը մենք պլանավորում ենք ներդնել 2017 թվականի առաջի եռամսյակում։ Պարոն Ավետիքյան, վերջին ամիսների ընթացքում ակտիվորեն արդիականացվում են նաև սահմանային անցակետերը Հայաստանի։ Ստացվում է, որ մաքսային ընթացակարգերի բարեփոխումը, փոփոխությունները եւ անցակետերի տեխնիկական վերազինումը փոխկապակցված են, այդպես է։ Իհարկե, այդպես է, ցանկացած նորարարություն ենթադրում է նաև գործառույթների եւ ընթացակարգերի համապատասխանություն։ Մենք հասնելու ենք նրան, որպեսզի մաքսային հսկողությունը տեղափոխենք նախորդող եւ հաջորդող փուլեր, այսինքն ներդրվի հետագայում նաև նախնական հայտարարագրման մեխանիզմը եւ մեծ թափով կիրառենք հետբացթողումային ստուգումների մեխանիզմը, այսինքն առավելագույնս մաքսային ձևակերպումների եւ բացթողման ընթացքում մեր միջամտությունը կլինի նվազագույնը։ Շնորհակալություն, պարոն Ավետիքյան։ Այսքանը կհանդիպենք եկող երեքշաբթի երեկոյան նույն ժամին։ Շնորհակալություն ուշադրության համար եւ ցտեսություն։